Տեղեկատվության ազատության մասին օրենքը պետք է փոխվի ամբողջությամբ։ Վերնագիրը կրկնում է նախկին օրենքը եւ հաշվի չի առնվել այն, որ 2015 թվականին Հայաստանի Սահմանադրությունը բարեփոխվել է ու տեղեկատվական ազատության այս հիմնական իրավունքն արդեն ամրագրված է Սահմանադրության 51-րդ հոդվածում։ Առաջին իսկ հոդվածի առաջին մասում ես առաջարկում եմ անմիջապես հղում արվի Սահմանադրության 51-րդ հոդվածին։ Օրենքի փոփոխությունների քննարկում կլոր սեղանին գերմանացի պրոֆեսորը այլ դիտողություններ ևս արեց, որոնք հիմնականում առնչվում էին Սահմանադրության հետ հակասություններին։ Սահմանադրությամբ ազատությունը պաշտպանիչ իրավունք է, որ պաշտպանում է պետության միջամտությունից, մինչդեռ օրենքում կա դրույթ, որ հակառակ իրավունքն է արտահայտում, այն է պարտադրում է պետությունից տեղեկատվություն պահանջելու իրավունք, սա ծառայություններ ստանալու իրավունք է, այլ ոչ թե պաշտպանիչ իրավունք։ Հայաստանում հիմնական խնդիրը շարունակում է մնալ տեղեկատվության ազատության սահմանափակումը, երբ պետական մարմինները տեղեկատվություն չտրամադրելը հիմնավորում են, հղում կատարելով այլ օրենքների։ Այդ գաղտնի տեղեկությունների ցանկի մեջ մտցված որևէ տեղեկություն, որը համարվում է գաղտնիք, ինչքանով է դա հիմնավոր։ Օրինակ համար ոստիկանության թիվը, ոստիկանների թիվը Հայաստանի Հանրապետություն գաղտնիք է համարվում։ Ինչքանով է դա անհրաժեշտ ժողովրդավարական պետության շահերի տեսակետից։ Մենք ամրագրել ենք հակակշիռներ, եթե խոսքը վերաբերում է կարգավորումը ինչ-որ ձևով փոխելու, մենք համամիտ ենք, բայց նաև ծայրահեղության մեջ չընկնենք, որտեղ տեղեկություն ստանալու իրավունքը բացարձակ իրավունք չէ։ Քաղաքացիական հասարակության առաջարկն է նաև տեղեկատվությունը պետք է լինի անվճար։ Ոստիկանությունը, պետռեգիստրը եւ փոքր մի տողանի տեղեկատվությունը նույնիսկ բավականին մեծ գումարներ է նախատեսում 5000 դրամ եւ ավելի, այնինչ գործող օրենքի դեպքում էլ մինչև 10 էջ տեղեկատվությունը անվճար է։ Օրենսդրական փոփոխությունների հեղինակների վստահեցման ոլորտի հիմնական շահառուների հետ կոնսենսուսի հիման վրա միայն նախագիծը կներկայացնեն ազգային ժողովի հաստատմանը։